Արմնուր լրատվականը շարունակում է հրապարակումները դատական համակարգի ծանրաբեռնվածության եւ հատկապես վերջին մի քանի ամիսներին հակակոռուպցիոն դատարանի գործունեության մասով։ Արմնուր լրատվականին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը նախընտրական ժամանակահատվածում ու դրանից դեռ 1 ամիս առաջվա տվյալներով ընդհանուր առմամբ ստացել է խուզարկության 400 միջնորդություն, 150-ից ավել խափանամիջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Գործերը հիմնականում վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ, ստանալուն, բարեգործության արգելքը խախտելուն։ Եվ այսպես Արմնուր լրատվականին առավել մանրամասներ են հայտնի դարձել հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործերի եւ դատավորների ծանրաբեռնվածության մասին։ Մասնավորապես հունիսի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում հակակոռուպցիոն դատարանի դատավորները 110 անձի կալանավորելու միջնորդություն են ստացել։ Արմնուր լրատվականին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ օրինակ 2025 թվականի նույն ժամանակահատվածում 30 միջնորդություն է ներկայացվել կալանավորման մասով։ 2024 թվականի միջնորդությունների քանակը նույն ժամանակահատվածում եղել է 19, 2023 թվականի նույն ժամանակահատվածում կալանավորման միջնորդությունները եղել են 18, ասել է, թե տասնապատիկ ավել շատ են այս տարի կալանավորման միջնորդությունները եւ ծանրաբեռնված է դատավորների աշխատանքը, որոնցից շատերը անգամ լուսացնում են հակակոռուպցիոն դատարանի նիստերի դահլիճում։